Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր 7:30-ի սահմաններում այցելել է Երևանի Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը հացադուլ անցկացնող Ռաֆֆի Հովհաննիսյանին։ Ավելի ուշ Հովհաննիսյանին այցելության էին եկել ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Այս հանդիպումների մանրամասների մասին Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանություն տալ, իսկ երբ փորձեցինք մոտենալ Ռաֆֆի Հովհաննիսյանին, պարոն Հովհաննիսյան, շատ լավ եմ ժամը 5-ին կդամ համուրի ասոնից շնորհակալություն։ Այս գիշեր Ռաֆֆի Հովհաննիսյանի աջակիցներին հաջողվել է անձրևից պաշտպանել Ժառանգության առաջնորդին ծածկ տեղադրելով։ Մամուլի ասուլիս հրավիրած Ժառանգության կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ոստիկանների հետ խնդիր չի առաջացել ծածկ տեղադրելիս, պարոն Մարտիրոսյանն ասաց հնարքի են դիմել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները որոշակիորեն ընդառաջել են։ Ոչ թե հենակները դնեցին գետնին, ինչը սկզբում արգելում էր ոստիկանությունը, այլ անձրևանոց ուղղակի գետնից փոկեցին եւ պահեցին մեր ձեռքերի մեջ, մեր ձեռքերի վրա, ինչը օրենքով արգելված չէ, բարեբախտաբար դեռևս դա օրենքով չեն արգելել մեր իշխանությունները, ինչպես կառավարությունը իր որոշումով այս ասֆալտը սարքեց պատմամշակութային արժեք, որի Քաղաքապետարանից էր այսօր սպասում են վրան տեղադրելու հետ կապված որոշմանը։ Սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար եւ որքան էլ փորձում են ինչ-որ ցինիկ արտահայտություններ անել հաց չուտելու վերաբերյալ, հույս ունեմ, որ գործող նախագահը իր շատ թիմակիցների չի լսի եւ կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է։ Երեք լրահոսներից մեկը հրապարակել էր մի ցուցակ, որով իբրև Ժառանգությունը ստվերային կառավարության կազմ է առաջարկել։ Հրապարակումից քիչ անց Ժառանգությունը հերքեց այդ հաղորդագրության իսկությունը։ Մարդիկ երբեմն չափազանց մեծ երևակայություն եւ ստեղծագործական եռանդ են ունենում եւ ինքնուրույն ինչ-որ ցուցակներ են կազմում, ցանկացածը այստեղ կարող է ինչ-որ մի ցուցակ կազմել, բայց դա կապ չունի այս շարժման համազգային այս պայքարի հետ։ Ինչ նպատակ դա ունի եւ հետամուտ լինելու եք տեսնեք թե ում կողմից է դա արվել։ Ուշադրություն փոքր շեղելու, կարտաժամկետ ինչ-որ շոու սարքելու, մի փոքր նաեւ ցեխարձակում իրականացնելու համար է, ոչ ավելի։ Հասարակության շրջանում ընտրությունների արդյունքներից մեծ անբավարարվածություն կա։ Ոստիկանության ներկայացուցչին ուղղված հարցում նման հայտարարություն արեց Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, ով ուզում էր դրա հիմքերը պարզել, որ վաղը, ինչպես Բալայանը ձևակերպեց, որոշում կայացնելիս խիղճը հանգիստ լինի։ Ասում եմ մեկի տունը գող է մտնում, գնում է միլիցիա, որ հայտարարություն տա, ասում է, բա ինչի ես Փականը անգլիական չես դրել, տեղական ես դրել։ Ասում եմ հնարավորություն չեմ ունեցել։ Բա դուրը ինչի երկաթյա չի։ Ասում եմ դե սա է եղել իմ հնարավորությունը։ Բա ինչի ազանգման մեխանիզմի հետ միացված չի, որպեսզի ոստիկանությունը ժամանակ։ Դե ասում եմ կներեք իմ մեղքն է էլի։ Ասում եմ որ այդքան մեղք ունես դու։ Էլ ինչի ես եկել միլից ոստիկանություն։ Ասում եմ կներեք, բա այդ գողը այսքան մեղք չունի։ Հիմա այս խախտումներ, որ եղել են, ազդել են դրանք ընդհանուր, թե չեն ազդել, դա այլ խնդիր է, բայց խախտումներ, որ եղել են, երևի դե ակնհայտ է։ Բալայանը հարցրեց, արդյոք լրացուցիչ լծակներ հարկավոր չեն խախտումները հայտնաբերելու համար։ Քանի որ Սահմանադրական դատարանում երկու թեկնածուների դիմումի քննության ընթացքում նրանց ներկայացուցիչները պնդում են, որ եղել են մասսայական խախտումներ, որոնք անշուշտ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ պատասխանողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը հակառակ պնդումն են անում անհիմն համարելով այս հայտարարությունները։ Ավելին ընտրախախտումների բռնության կաշառելու մասին ստացված 250-ից ավելի հաղորդումները հիմնականում ընդհանուր բնույթ են կրել ըստ նրանց։ Գնացել են դրանց հետևից, սակայն դիմումներում նշված անձինք հայտարարել են, որ իրենք այդպիսի դեպքերից տեղյակ չեն։ Զարուհի Փոստանջյանը այս ամենը կապում է վախի մթնոլորտի հետ։ Դատախազությունն, ինչպես նշեց Կոյրուն Փիլոյանը, պատրաստվում է փոփոխություններ առաջարկել խրախուսիչ։ Ընտրակաշառք տվողների նկատմամբ խրախուսական նորմ նախատեսել օրենսդրության մեջ, որպեսզի հաղորդում տվող անձը օրենքի ուժով ազատվի քրեական պատասխանատվությունից։ Ստացողները երևի սխալ արտահայտեցին, կաշառք ստացողը։ Ռաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեջ բերելով Սերժ Թանկյանին Սերժ Սարգսյանի գրած նամակը իրավապահ մարմիններից հետաքրքրվեց։ Այնականները, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, հայտնաբերել եք։ Այդ ինչ զինամթերքի տեսակի մասին է խոսվում եւ պետականները որտեղ են, մենք էլ իմանանք եւ
ուշադիր լինենք, որպեսզի նրանք մեզ էլ վնաս չպատճառեն։ Կարող եք ասել։ Գտել եմ, որ նյութեր նախապատրաստելու հիմքեր չկան։ Հիմքեր ականներ չկան, մենք է չվախենանք։ Չէ, մի վախեցեք։ Այսօր վերջին օրն է, երբ կարելի է երիտասարդական մետրոյի գետնանցումից գիրք գնել։ Երևանն այլևս գրքի համաշխարհային մայրաքաղաք չէ, մայրաքաղաքի ամենամեծ շուկան էլ այսօր հավաքվեց ու տեղափոխվեց պահեստներ։ Քաղաքի հայտնի գրավաճառներն էլ դարձան գործազուրկներ։ Իսկ այս գրքերն ինչ եք անելու։ Ով որտեղ կարողանաս գնալ։ Այսքան գիրքն ինչ եք անելու, ուր եք տանելու։ Հələ որ տանում ենք պահեստ։ Քանի կտոր գիրք է մոտավորապես գիտեք ձեզ մոտ հենց։ Ստեղ։ Հա։ Ստեղ մոտ մի 12000 գիրք։ 12000-ից 15000։ Տանը կտեղավորվի։ Այո։ Որ այս տարածքը արդեն առել են, գիտեին երևի մի տարուց ավել, բայց որ ասեցին պետք է հանենք, երևի մի ամսվա չափ էլի։ Դե փնտրտուքի մեջ պետք է լինեն, ինչեւ մի հարմար տեղ գտնենք, էլի ասենք մի քիչ էժան լինի, որ կարողանանք գիրք վաճառելով բարձր տանք։ Երիտասարդական մետրոյի գետնանցումի գրավաճառները վաղուց էին տեղեկացվել, որ գետնանցումը վերանորոգվելու է, իրենք պետք է տեղափոխվեն, սակայն մի քանի տասնյակ հազարանոց գրադարան ունեցող գրավաճառները մինչ այսօր սպասում էին, որ փոխարենն իրենց նոր տարածք կտրամադրվի։ Օրը եկավ, գրավաճառներին ստիպում են ազատել տարածքը, նրանք էլ հեռանում են հույսով, որ 1.5 տարի անց կկարողանան վերադառնալ արդեն վերանորոգված գետնանցում։ Սա ավելս մարդիկ ընտանիք են պահում, տուն են պահում, երեխա են պահում, եթե չսատարեն դի ժողովուրդը մարդիկ թողեն գնան, պատկերացրեք քանի ընտանիք կգնաց տեղից, Հայաստանից, իսկ մենք չենք ուզում փախնենք մեր երկրից, ինչի համար ենք կտրում, մենք որ մեզ տեր կանեն, նույնձևի պատգամավորները, նույնձևի լրիվ, պետք է տեր կանեն այս ժողովրդին, իրանց ընտրում են դրա համար։ Հանդելը շատ հեշտ է, ստեղծելն ու արարելն է դժվար, իսկ սա ընդհանրապես 20 տարվա պատմություն ունի, 20 տարիների ընթացքում կամաց ամեն մարդ մի կերպ կարծել է ինչ-որ բան ստեղծի։ Շուկան ամբողջ հանրապետության համար է, մի Երևանի համար չի մնալ։ Իրանք էլ են օգտվում։ Սկսած ամենավերին ատյաններից մինչև ամենաներկին չինովնիկը ստեղից գալի իրանց երեխեքի համար կամ իրանց համար գրքեր են գնում կամ օգտվում են։ Իրանք էլ դիմացան այդ մասին։ Ժողովրդական խոսքն ասում է մի դուր փակվում է, մեկը բացվում է, չէ՞։ Միջև փակված դուրը բացվի։ Սա ընդհանրեն միայն գործ չի։ Սա միայն աշխատանք չի, սա կրթություն է, սա ուսում է, սա մշակույթ է։ Սա մենակ աշխատանք չի, որ այսօր ես եկա 2000 կամ 3000 աշխատատար եմ ընտանիքը։ Ոչ, սա հոգևոր սնունդ է, սա ավելին է, քան թե նյութականը։ Հետո կյանքը շարունակում է, տենանք ողում։ Լավ ալելու, անպայման լավ ալելու։ Ես պեսիմիստ չեմ, օպտիմիստ եմ, ալիչ չեմ։ Հայ Երևանը գրքի մայրաքաղաք էր անցյալ տարի կոչված, բայց եթե գիրքը արդեն արժեք չի ներկայացում, կախ չկա ինչ ինֆորմացիոն մասմեդիաների, արդեն դա նշանակում է, որ գնում է դեգրադացիա, որտեղ միայն գիրքն է, որ ձեր ուղեղը զարգացնում է, մտածել եք սովորում։ Այսօր պապիկս դարձավ 116 տարեկան։ Ճիշտ ասած, ամեն տարի այսօրերին ես շատ հուզված եմ լինում եւ այսօր էլ բացառություն չէր մանանց եւ տեսա ինչքան շատ ժողովուրդ էր հավաքվել այնտեղ, աշակերտություն, ամեն տեսակ մարդիկ։ Իհարկե, դժբախտաբար նա ստալինյան բռնապետության զոհերից էր, մենք դա երբեք չպետք է մոռանանք եւ շրջապատված էր բազմաթիվ նենք ու խղճուկ միջակայություններով, որոնք չարենցին չէին հանդուրժում որպես մեծարհատ։ Բայց եւ նա իր կյանքի վերջին օրերին էլ մենակ եւ ինչպես ինքն է գրում լքված եւ հալածակած մի պոետ էր եւ նրա շուրջը ոչ ոք չկար։ Բայց ես շատ հպարտն եմ եւ շատ ուրախ, որ այսօր նրա կողքին էր իր շատքան սիրած հայ ժողովուրդը,
եւ Չարենցը կապրի, քան դեռ կա այ ժողովուրդը։ Նախաշակերտություն էր հավաքվել Արցանի մոտ, որտեղ գիտեք Չարենցը գերեզման չունի։ Ըստ ձեզ այսօր երիտասարդները առհասարակ, եթե փորձենք համեմատել սերունդների փոփոխությունը, ինֆորմացիան Չարենցի մասին տարեստարի քչանում է ըստ ձեզ սերունդների մոտ։ Դժբախտաբար ճիշտ եք ասում, երևի մեր սերունդը եւ մեզնից առաջ սերունդները ավելի շատ գիտեին Չարենց, քան այսօրվա սերունդը։ Բայց ես ուրախությամբ պետք է ասեմ, որ երիտասարդությունը ինչպես արդեն սկսել է հետաքրքրվել Չարենցով։ Կարծես ժողովուրդը դե շատ իմաստուն է, կարծես բոլորին դրեց մի կողմ եւ Չարենցը անցավ մյուս կողմ եւ այսօր էլ նրանք սկսել են կարդալ, հետաքրքրվել։ Դուք գիտեք, որ այսօր Չարենցի ծննդյան օրն է։ Չարենցը գիտեք ով է։ Հա, գիտեմ, բայց չեմ ով։ Ինչ որ մի բանաստեղծություն կարող եք հիշել Չարենցից։ Իսկ դուք։ Հաստատ չէ։ Դո Չարենց։ Դուք տեղյակ եք, որ այսօր Չարենցի ծննդյան օրն է։ Այո։ Եվ գիտեք ինչ որ բանաստեղծություն հիշում եք որ Չարենցից։ Մամուղանկի շտապում եք դերեք։ Այո։ Գիտեք որ ծննդյան օրն է այսօր։ Ոչ։ Իսկ ինչ որ բանաստեղծություն կարող եք հիշեք Չարենցից։ Չէ, հիմա չեմ կարողանա հիշել։ Դուք տեղյակ եք որ Չարենցի ծննդյան օրն է այսօր։ Իսկ գիտեք Չարենցն ով է։ Այո, գիտեք։ Ո՞ք հիշել ինչ որ բանաստեղծություն Չարենցից։ Ոսի մամուշ Հայաստանի։ Այո, համբա։ Գիտեք որ սրա ծննդյան օրն է։ Չէ, իսկ գիտեք Չարենցից ինչ որ բանաստեղծություն կարող եք հիմա հիշել արտասանել։ Հիշում եմ, բայց դժվար թե արտասանել։ Ինչ որ մեկը, բան անուն ասեք։ Ես Մանուշ Հայաստանի։ Շարունակությունը։ Անուշա համբարն եմ սիրում։ Ինչ որ մի բանաստեղծություն հիշում եք Չարենցից։ Այնքան լավ բանաստեղծություններ գիտեմ, բանի եմ գնացել, ասմունք եմ գնացել։ Մի հատ գոնե կարեք մի բան։ Ես իմ Անուշ Հայաստան։ Էդի գիտեմ, էդ հեչ, էդի կա, մի հատ էլ ուներ է։ Ես իմ Անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում։ Մերին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում։ Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրան աղջիկների հեզաճկուն բարն եմ սիրում։ Եվրատեսիլի հայաստանյան երգի ընտրությունից արդեն 11 օր է անցել, սակայն մեր քաղաքացիներից շատ քչերը գիտեն, թե ինչ երգով է ներկայանալու մրցույթին Գոռ Սուջյանը։ Ոմանք էլ չգիտեն անգամ, որ Գոռն ու Դորյանցն են այս տարվա հայաստանյան ներկայացուցիչը։ Հետևում եք Եվրատեսիլին։ Ճիշտն ասած, միշտ հետևել եմ, բայց այս տարի չեմ հետևում։ Այս տարի չգիտեք ով է գնալու։ Գիտեմ, Գոռ Սուջյանը։ Նախընտրական փուլին, այո։ Ինչ կարծիք ունեք ընտրված երգի վերաբերյալ։ Բոլոր երգերն շատ հաճելի էին, գեղեցիկ կատարումներ էին, նորմալ բոլորն էլ դուր էին եկել, ինձ թվում է լավ կներկայանա։ Իսկ ընտրված երգը Lonely Planet։ Տենց առանց չեմ կարող առանձնացնել ինչ-որ երգ, բայց լավ երգ էր։ Հավանել եմ իհարկե, բայց երկրորդը ավելի լավ կլիներ, որ ընտրվեր։ Իսկ անցած տարվա երգը։ Անցած տարվա չեմ հիշում։ Հա, ուրախ եք որ Դորյանցն է մեկն։ Շատ, հա։ Այս տարի կարծում եմ ամենաճիշտ ընտրությունն էր։ Ուրախ ենք որ Դորյանցն է գնում, բայց որ երգը մեզ դուր չի գալիս։ Առաջի երգը ավելի լավն է, չնայած անունը չեմ հիշում։ Լայր։ Դա ավելի լավն է, սա դուր չի գալիս մեզ այդքան։ Ինչն է վատը երգի մեջ։ Երևի երաժշտությունն է դավը չէ։ Սիրել, բայց չեմ հետևել։ Հետևում եք Եվրատեսիլին։ Ոչ։ Ընդհանրապես։ Չէ։ Չգիտեք այս տարի ով է գնալու։ Ոչ։ Իսկ անցած տարիներին ընդհանրապես էլ չէ։ Անցած տարի գնացել էր ոնց որ Սիրուշոն, հա։ Հա, ես հետևում եմ։ Այս տարի գիտես ով է գնալու։ Գոռ Սուջյանը։ Երգը հավանել ես։ Հա, լավն էր։ Դուրս եկավ։ Երգերից բայց ամենաշատը։ Երրորդ երգն իմ դուրն ավելի շատ եկե, բայց կարծեմ երկրորդն էր, չէ՞ անցել։ Հա, չորրորդը։ Երրորդը դուրս ավելի շատ էր եկե, բայց։ Հիշվել է երգ, օրինակ կհիշես ինչ որ հատված, թե։ Չէ, դժվար, մի անգամ եմ լսել, չեմ հիշ։ Սուջյանին ուզում էի, որ ինքը գնար Եվրատեսիլ։ Հաստատ ամենալավը։ Լավն էր ամենա։ Իրոք ամենալավը ինքը կայանա երևի։ Շատ ուրախ եմ որ Դորյանցն է։ Չէ, ես շատ եմ ուզում որ հենց ինքը գնար։ Ինձ թվում է լավ կմասնակցի ինքը, լավ տեղ կգրավի, հուսում ենք առաջի տեղն էլ կգրավի կգա։ Թե որտեղը կգրավի մրցույթում Դորյանցը Գոռի կարծիքով չիմացանք, սակայն երգիչը մեծ զրույցում ասաց, որ վստահ է եզրափակիչ անցնելու մեջ։ Եվրավիժնը չեմ կարծում որ կայացած երաժիշտների տեղը։
մենք քանի որ դեռ կայացած չեն, կայացման այդ փուլում ենք, հա, մեզ համար ոնց որ դա նաև ինչ որ օգնող բան կհանդիսանա։ Բացի նրանից, որ երկիր ներկայացնելուց էլի։ Գորսուջյանն ու Դորյանս ռոք խումբը Շվեդիայի Մալմո քաղաքում Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Հայաստանը կներկայացնեն Lonely Planet Rock բալադով։ Երգն ընտրվել էր մարտի 2-ին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայ հանդիսատեսի եւ ժյուրիի համատեղ քվեարկությամբ։ Երգի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության հեղինակը հանրահայտ Black Sabbath Rock խմբի գիտարահար Թոնի Այոմին։ Մեր սրտով ա եղել բոլոր երգերն էլ, բայց շորորդը բնականաբար ավելի այդ պատվի հարց է մեզ համար մի քիչ այդ մեծ պատիվ էր Թոնի Այոմի հետ համագործակցել էլի։ Իր ինտերվյուում BBC-ին Թոնին նշել էր, որ երբեք չէր պատկերացնի, որ Եվրատեսիլի հետ ինչ-որ կապ ունեն, հա, ըստ քեզ ինչի այդ քայլին դիմեց։ Ամբողջ աշխարհի համար ռոք լսարանի համար շոկային է, որ heavy metal ժանրի հիմնադիրը Թոնի Այոմը հիմնադիրը ինչ որ ոճի ժանրի heavy metal գրել է Eurovision pop ժանրի մրցույթի համար երգ։ Չգիտեմ ինչու այդպես ստացվեց, երևի Հայաստանի ֆակտորը դեր խաղաց, որտեղ Հայաստանի հետ համագործակցություններ են ունեցել։ Այստեղ մեր մենեջերի ֆակտորը հանդիսացավ, որ իրենք իր հետ վաղուց արդեն կապերի մեջ են, արդեն համագործակցություն ունեցել են եւ երևի երաժշտությունը, հա, որ մեզ կապեց Դորյանս եւ երևի ինչ որ համակրել է մեր երաժշտությունը։ Շոուի մասին դեռ չգիտենք, ելույթ կունենանք ինչպես միշտ նույն ոճով, նույն կազմով, ասում է Գորը։ Հայաստանյան նախընտրական փուլում հանդիսատեսի ուշադրությանն էր ներկայացվել երգի ոչ հիմնական, այլ նախնական տարբերակը։ Հիմա վերջնական տարբերակը կլինի, տարբերությունը այսքան է։ Այսինքն կզգան վերջնական տարբերակում երկի գարմոնիաները չէր զգացվում այս տարբերակում մենք ոնց որ ասած արագ հապճեպ փորձել ենք 4 երգը 2 օրում 3 օրում ձայնագրել ու ինչ որ ձև ստացել ենք ինչ որ բան բայց իրականում հիմա արդեն լավ որակով ձայնագրել ենք սպասում ենք միքս արվի հենց Անգլիայում հենց Թոնի զվուկարեժիսորը կանի միքս մաստերինգ եւ կուղարկի եւ բոլորը հանրության դատին կհանձնենք չգիտեմ տարբերությունը կզգացվի հաստատ Երևանի պարարվեստի ուսումնարանի սաները Վիկտորիային լավ չեն ճանաչում, փոխարենը նրան այստեղ հատկապես ջերմ ու հարգանքով են ընդունում պարուսույցները։ Այս դպրոցում տարիներ առաջ սովորել ու պարել է Վիկտորիայի ողջ ընտանիքը, սակայն Վիկտորիան այստեղ հասցրեց միայն մի քանի պարապմունք անցկացնել։ Համաշխարհային բալետի հայտնի բալետմեստերների ընտանիքը Հայաստանից հեռացավ, երբ դստրիկը Վիկտորիան 7 տարեկան էր։ Ճուտիկը երկարավիզ կարապ պիտի դառնար Պերմի պարարվեստի պետական ուսումնարանում։ Որ մնայինք, ես չեմ մտածում, որ ես պարուհի կդառնամ, որտեղ մարդիկ մտածում են ինչ ուտեն, ոնց ապրեն։ Վիկտորիա Անանյանը սովորել ու աշխատել է Միացյալ Նահանգներում, այժմ աշխատում է Ամստերդամում, բայց համարում է, որ ամենալավը խորհրդային բալետի դպրոցն է։ Եվրոպական բալետի հայկական կարապն ասում է, որ իր կյանքում առաջին տեղում բալետն է, հետո մնացած ամեն ինչը։ Հիմա ամբողջ ժամանակը նվիրում է բալետին։ Դա հիվանդություն է, դու դրանով ապրում ես։ Իմ մոտ այդ երևի կա արյան մեջ, որտեղ ես բարեկից եմ, պարոնների բարեկից եմ, одна из самых больших династий բալետների и вообще искусство։ Երբեք չեք զղջացել, որ կարելի է ուրիշ բան ընտրել, ուրիշ բանով զբաղվել։ Դա իմ կյանքն է, բայց ես մտածել եմ, ես գիտեմ, որ շատ բաներ կա, ու ես միշտ հետաքրքրվում եմ, ես չեմ ասում, որ ես սենց մենակ խրված եմ, բայց ես միշտ կողքերս եմ նայում։ Վիկտորիան պատմում է, որ արտերկրում հաճախ չեն հավատում, որ ինքը հայուհի է։ Բալետում հայերը շատ հայտնի չեն, հատկապես աղջիկները։ Բալետի աշխարհում ավելի հաջողակ են հայ տղաները։ Սևաչյա հայուհին էլ ամենտեղ հպարտությամբ հայտարարում է, որ ինքը հայ է։ Меня знают некоторые люди, которые в профессиональном балетном мире, но Պրոֆեսիոնալ բալետի աշխարհում ինձ ճանաչում են։ Ես էլ երբ մի բան անում եմ, հարկ եղած դեպքում նշում եմ, որ հայ եմ։ Կարծում եմ, իմ պարով ես աջակցում եմ իմ ազգին։ Դա ամենամեծ ու կարևոր բաներից է, որ կարող եմ անել ազգիս համար։
Հայերենից ռուսերենի, ռուսերենից անգլերենի անցնելով մենապարուհին 3 լեզուներով մի բան է ասում. ուզում եմ Հայաստանին մի բանով օգնել։ Մենք մասնագետներ ունենք։ Ես չեմ մտածում, որ ամբողջ Հայաստանում երեխեք չկա։ Ուղղակի մեկը պետքա լինի, ով կարա, չգիտեմ, մարդիկ պետքա մի քիչ օգնել, որովհետև սա Հայաստանի երեսն է, դեմքն է։ Я тоже приезжать в Армению, что-то делать, чем я могу помочь, что-то сделать для развития искусства. Անանյանների բալետային գերդաստանի կրտսեր, բայց ոչ պակաս հաջողակ ու հանրահայտ ներկայացուցիչն ասում է, որ բալետն ամենաանշնորհակալ արվեստի տեսակն է, այն կլանում է քեզ ամբողջությամբ, հետո վաղաժամ հրաժեշտ տալիս։ 35 տարեկանից արդեն պետք է մտածես, թե ինչ ես անելու հետագայում, բալետային կարիերան շուտ է ավարտվում։ Վիկտորիան էլ մտածում է, որ կուզենար օգնել հայկական բալետի զարգացմանը։ Хорошо было бы, если бы кто-то помог сделать и эту школу, чтобы было... Լավ կլիներ, եթե մեկն օգներ վերանորոգել այս դպրոցը, հատուկ ուսումնարան ունենայինք։ Միգուցե մեր մանկատներում կան սուպեր տաղանդավոր երեխաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Չգիտեմ ոնց կարելի այդ ամենն անել, բայց դա իմ վաղեմի ցանկություններից է ինչ որ կերպ Հայաստանին օգնելը։ Այնքան մարդիկ կան, որ փող ունեն եւ չգիտեն որտեղ ծախսել, բայց փողն ինչ է։ Ես իհարկե բավարար գումար եմ աշխատում սնվելու, հագնվելու եւ ապրելու համար, բայց շատ մարդիկ ագահ են։ Նրանք որքան շատ էլ ունենան, միևնույն է, չեն բավարարվում։ Никогда их не хватает. Кому ты дашь, людям всегда все мало. Мիշտ ողջ է։ Ինչ անես մարդիկ ողջ է։ Էսա պակասում, բայց չգիտեմ, ուզում եմ փորձեմ օգնեմ, ոնց կարող եմ, արդեն փոքր աղջիկ չեմ։ Վիկտորիա Անանյանը մի քանի օր մնաց Հայաստանում, խորհուրդների համար դիմեց հայ պարուսույցներին ու խոնարհաբար լսեց դրանք։ Հանդիպեց երիտասարդ պարողների հետ ու խոստացավ, որ շուտով կվերադառնա լսելու հայ հանդիսատեսի ծափահարությունները։ Вначале душа идет, потом ноги.